Նախորդին Պաշտպանության նախարարը կայացրել է մի որոշում, որի մասին պետք է խոսել առանց ավելորդ հույզերի, բայց շատ հստակ։ Հայ առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված գնդերեցների ծառայությունը դադարեցվում է։ Ես այս որոշման բովանդակությանը կողմ եմ, ընտրված ժամանակին եմ դեմ, որովհետև երբ նման քայլն արվում է վարչապետի եւ եկեղեցու մի քանի բարձրաստիճան հոգեվորականների միջև առճակատման պահին, այն ընկալվում է ոչ թե որպես բանակի բարեփոխում, այլ որպես քաղաքական հաշվեհարդար։ Մինչդեռ խնդիրը շատ ավելի խորքային է։ Բանակը պետք է լինի աշխարհիկ պետության հիմնարար առանցքը։ Տասնամյակներ շարունակ գնդերեցների ներկայությունը չի լուծել բանակի հիմնական խնդիրները։ Չեն վերացել ոչ գողական բարքերը, ոչ բռնությունը, ոչ խաղաղ պայմաններում մահերը։ Պարզ հարց է, եթե դա գործեր, արդյունքը պիտի տեսանելի լիներ։ Բանակին մինչդեռ պետք են հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, պատշաճ ռազմական ոստիկանություն, գործող կարգուկանոն եւ պրոֆեսիոնալ սպայակազմ, որը հարգանք եւ վստահություն է ներշնչում։ Հոգևոր ծառայությունը կարող է լինել կամավոր քաղաքացիական դաշտում, բայց ոչ որպես բանակի ներքին ինստիտուտ։ Այս որոշումը պետք էր ընդունել դեռ 2018 թվականին անմիջապես հեղափոխությունից հետո, սառը գլխով, առանց ավելորդ կոնֆլիկտների, առանց անձնական հակասությունների եւ քաղաքական առճակատման։ Ուժեղ պետություն կառուցելու համար բանակում պետք է աշխատի համակարգ, ոչ թե սիմվոլներ, պետք է լինեն ինստիտուտներ, ոչ թե իրավիճակային քայլեր եւ պահի քաղաքականություն։